Հարգելի հետևորդներ, սա Ստեփանավան քաղաքի նախկին քաղաքապետ Քոթոմ անունով հայտնի Սարգիս Ղարաքեշիշյանին պատկանող հյուրանոցն է։ Քիչ հետո ես կնկարահանեմ եւ կցուցադրեմ Քոթոյի մյուս շինությունները նույնպես, որոնք համարվում են ապօրինի գույք։ Քոթոյին պատկանող այս շինությունը, նաեւ մյուս շինությունները։ Հարգելի հետևորդներ, իսկ այս բարձրահարկ շենքը նույնպես պատկանում է Քոթոյին։ Սա նույնպես ապօրինի շինություն է համարվում։ Ահա տեսեք, ժողովրդից կողացված գումարներով ինչպիսի ահռելի մեծ շինություններ է կառուցել Քոթոն։ Այս ամբողջ բազմաբնակարան շենքը պատկանում է Քոթոյին։ Ահա հեռվից էլ ցուցադրեմ։ Հարգելի հետևորդներ, իմ ունեցած հավաստի տեղեկություններով գլխավոր դատախազությունը արդեն իսկ հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել, որպեսզի Քոթոյի կողմից ժողովրդից թալանված այս ապօրինի շինությունները բռնագանձվի հօգուտ պետության։ Հիմա ես բարձրանամ վերև, ես հիմա գտնվում եմ Ասեմ, որ ես հիմա գտնվում եմ Ստեփանավանի քաղաքային այգու հարևանությամբ, ոստիկանության Ստեփանավանի բաժնի շենքից մի քիչ վերև, այդտեղ է տեղակայված Քոթոյին պատկանող այս ապօրինի շինությունը։ Հիմա ես իմ հեծանիվով կուղևորվեմ դեպի Ալեա, որտեղ գտնվում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Քոթոյի եղբոր Միքայել Ղարաքեշիշյանին պատկանող ապօրինի շինությունը, որից հետո կգնամ արդեն մի փոքր այն կողմ գտնվող, անտառի տակ գտնվող նախկին Ստեփանավանի նախկին հոգեբանական կենտրոնի տարածքում գտնվող Քոթոյին պատկանող մեկ այլ ապօրինի շինությունը, որը Քոթոն սարքել է որպես հյուրանոցային համալիր, եւ դա նույնպես կնկարահանեմ եւ կցուցադրեմ։ Այժմ իմ հեծանիվով ուղևորվեմ դեպի իմ մատնանշած վայրերը։
Հարգելի հետևորդներ, ես հիմա գտնվում եմ Ստեփանավանի ալեայում։ Տեսեք ինչպիսի գողտրիկ վայրում եմ հիմա գտնվում։ Սա էլ իմ հեծանիվն է։ Իմ ետևում գտնվում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին պատկանող ապօրինի շինությունը։ Ուրեմն ասեմ, որ այս ապօրինի շինությունը Միքայել Ղարաքեշիշյանը կառուցել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի աներորդու համար, որը որպես կաշառք հանձնվել է հենց Գևորգ Կոստանյանին, որպեսզի Գևորգ Կոստանյանի միջամտության արդյունքում կարճվի Միքայել Ղարաքեշյանի որդու Ալբերտ Ղարաքեշիշյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը, որը առնչվում է Ալբերտ Ղարաքեշիշյանի կողմից հայոց բանակից ինքնաձիգի փամփուշտներ ապօրինի ճանապարհով ձեռք բերելուն։ Այսինքն հիշյալ հանցագործության համար Ալբերտ Ղարաքեշիշյանին քրեական պատասխանատվությունից ազատելու համար հենց այս ապօրինի շինությունը Միքայել Ղարաքեշյանը կառուցել է եւ առուվաճառքի կեղծ պայմանագրով իբր թե արքուվաճառքով, սակայն իրականում նվիրել է Գևորգ Կոստանյանի աներորդուն։ Լավ կլիներ, որ սա բռնագանձվեր հօգուտ պետության այս ապօրինի շինությունը, որը հանդիսանում է կաշառքի առարկա։ Նաև ցանկանում եմ հավելել, որ ժողովրդի մեջ տարածված խոսակցություններից հիմա ասեմ ինչ եմ տեղեկացել։ Ուրեմն ժողովրդի մեջ տարածված խոսակցություններից ես տեղեկացել եմ, որ Միքայել Ղարաքեշիշյանը բեմադրել է իր մահը, որպեսզի դրա ճանապարհով խուսափի իր իսկ կողմից ժողովրդից թալանած գումարները պետությանը վերադարձնելուց եւ քրեական պատասխանատվության ենթարկվելուց։ Ես դատախազությունից պահանջել էի կատարել արտաշիրմում եւ Միքայել Ղարաքեշյանի գերեզմանում արկա աճյունը ուղարկել դատագենետիկական փորձաքննության, որպեսզի դրա արդյունքում պարզվի, ի վերջո պարզվի Միքայել Ղարաքեշյանը մահացել է արդյոք թե ոչ, մինչդեռ Լոռու մարզի դատախազությունը մերժեց արտաշիրմում կատարելու իմ պահանջը եւ այդ մասով ես առաջիկայում դատի կտամ Լոռու մարզի դատախազությանը, որպեսզի դատախազությանը պարտավորեցնեմ կատարվի արտաշիրմում, որպեսզի դրա արդյունքում ի վերջո պարզվի Միքայել Ղարաքեշյանը մահացել է արդյոք թե ոչ։ Այժմ, ինչպես արդեն խոստացել էի, հիմա ես իմ հեծանիվով կուղևորվեմ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշյանի եղբոր Քոթո մականունով Սարգիս Ղարաքեշյանին պատկանող նախկին հոգեբանական կենտրոնի տարածք, որը Քոթոն դարձրել է հյուրանոց եւ այդ մասով գլխավոր դատախազությունը արդեն իսկ հայց է ներկայացրել դատարան, որպեսզի հիշյալ ապօրինի շինությունը Քոթոից բռնագանձվի հօգուտ պետության։ Հարգելի հետևորդներ, տարածքում զբոսնում է շունիկը։ Շունիկ ստաֆա։ Շունիկ։ Քանի ամսական։ Անուն ինչ։ Լոգի։ Լոգի, դղայա թե աղջիկ։ Լոգի։
Ես էլ եմ շուն պահում։ Կորգի։ Անունն էլ Բոնի։ Ինչ է խելուքը։ Այս ճանապարհը բարձրանում է դեպի Ալեյա, Ծառուղի, Ստեփանավանում հայտնի վայր է, գողտրիկ բնություն, հիասքանչ բնության տեսարաններ, ամռանը բավականին մարդաշատ է լինում այստեղ։ Հիմա քանի որ եղանակները ցրտել են, արդեն նոյեմբեր ամիսն է 2025 թվականի, այդ պատճառով հիմա այս տարածքը մարդաշատ չէ։ Բնության լիակատար խաղաղություն եւ ներդաշնակություն է տիրում այստեղ։ Այժմ ուղևորվեմ Քոթոյին պատկանող մյուս ապօրինի շինությունը նկարահանեմ եւ ցուցադրեմ նախկին հոգեբանական կենտրոնի տարածքը, որ ինչպես արդեն նշեցի, Քոթոն դարձրել է հյուրանոց։ Հարգելի հետևորդներ, ահա ինչպես արդեն տեսնում եք, ես եկա Քոթոյին պատկանող Ստեփանավանի նախկին հոգեբանական կենտրոնի տարածք։ Այս տարածքները Քոթոն արդեն դարձրել է հյուրանոց, կառուցել է հյուրատներ այստեղ, քոթեջներ։ Բնականաբար ժողովրդից գողացված գումարներով։ Սա էլ իմ հեծանիվն է։ Ահա տեսեք այս ամբողջ շինությունները, սրանք բոլորը հյուրատներ են, որոնք պատկանում են Քոթոյին։ Տեսեք տարածքը ինչքան մեծ է։ Հետաքրքիր է մարդը
Քաղաքապետի աշխատավարձով կարող էր արդյոք նման հսկայական ունեցվածք կուտակել։ Բնականաբար ողջամտորեն հասկանալի է, որ չէր կարող։ Շունիկներ, խելոք նստեք։ Սա նույնպես քոթոյին պատկանող հյուրատներն են, սրանք նույնպես։ Ահա կարծես քոթոն եկավ, չգիտեմ ով է, ենթադրում եմ միգուցե քոթոն է, հավանաբար ինչ-որ մեկը զանգեց, զեկուցեց։ Չգիտեմ ով է։ Մոտենամ հասկանամ ով է։ Մեքենայի վարորդը տեսնելով, որ նկարահանում եմ, հեռացավ։ Ժողովրդի մեջ տարածված է, որ քոթոն խփող տղա է, որովհետև բազմիցս իր ատրճանակով քոթոն մարդ է խփել, կրակել է վրան, սակայն ես քոթոյից ամենևին էլ չեմ վախենում եւ հանուն ճշմարտության, հանուն արդարության երբեք չեմ ընկրկելու եւ միշտ բարձրաձայնելու եմ քոթոյի ապօրինությունների մասին։ Այն ավտոմեքենան մի քիչ հեռավորություն պահպանելով գաղտնի հետևում է ինձ, վստահ եմ սա քոթոյի կողմնակիցներից են կամ միգուցե հենց ինքը քոթոն է։ Մեքենան կանգնած էր, հա այստեղ տեսնելով, որ ես նկարահանելով մոտենում եմ, մեքենան դանդաղ հեռացավ։ Հարգելի հետևորդներ, ինչպես արդեն նշեցի, ներողություն։ Ինչպես արդեն նշեցի, իմ ետևում գտնվող ահա այս հյուրանոցները, սրանք բոլորը ապօրինի շինություններ են,
որոնք պատկանում են Քոթոյին, Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին, ում մականունն է Քոթո, նաև տեղեկացնեմ, որ գլխավոր դատախազությունը արդեն իսկ քաղաքացիական հայց է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան, որպեսզի Քոթոյի պատկանող ժողովրդից գողացված այս բոլոր ապօրինի շինությունները բռնագանձվեն հօգուտ պետության, հօգուտ ժողովրդի, ակնկալում եմ, որ դատարանը վճիռ կկայացնի հօգուտ ժողովրդի եւ վերջապես Քոթոյի կողմից ժողովրդից գողացված հսկայական ունեցվածքը կվերադարձվի ժողովրդին։ Ես ողջունում եմ գլխավոր դատախազության այդ քայլը, այսինքն կոռումպացված պաշտոնյաներին կուլակաթափ անելու, այսպես ասած կուլակաթափ անելու այդ քայլերը ես բնականաբար ողջունում եմ եւ վստահ եմ, որ յուրաքանչյուր ողջամիտ անձնավորություն կողջունի այդ քայլերը, այնինչ որ կատարում է գլխավոր դատախազությունը, կոնկրետ այդ մասով ես ողջունում եմ գլխավոր դատախազության քայլերը եւ կողմնակից եմ, որ ժողովրդից գողացված այդ բոլոր հսկայական ունեցվածքները պետք է վերադարձվեն ժողովրդին։ Լավ կլիներ, որ Ստեփանավան քաղաքում վերադառնային այն հին ու բարի ժամանակները, երբ Ստեփանավան քաղաքում գործում էր հոգեբանական կենտրոնը, կարծում եմ, որ ժողովրդին իսկապես անհրաժեշտ է, որ Ստեփանավան քաղաքում լինի հոգեբանական կենտրոն եւ ակնկալում եմ, որ երբ որ այս ապօրինի շինությունը Քոթոյից կբռնագանձվի հօգուտ պետության, ակնկալում եմ, որ պետությունը հետևողական կլինի, որպեսզի Ստեփանավան քաղաքում վերագործարկվի նախկին հոգեբանական կենտրոնը։ Այսքանը սպասեք իմ նոր բացահայտումներին, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, հուսանք, որ այս ապօրինի շինությունները հնարավորինս սեղմ ժամկետնում իսկապես Քոթոյից կբռնագանձվի հօգուտ ժողովրդի։ Անցած անգամ, երբ որ անցած տարի 2024 թվականի ձմռանը, երբ որ ես նկարահանում էի Քոթոյին պատկանող ապօրինի շինությունները, այդ ժամանակ Քոթոն եկավ այստեղ եւ փորձում էր ինքնադրսևորվել, փորձում էր վախի մթնոլորտ առաջացնել ինձ մոտ, որպեսզի ես վախի ազդեցության տակ զերծ մնամ իմ նկարահանումներից եւ դադարեցնեմ իմ նկարահանումները, սակայն ես բնականաբար չվախեցա Քոթոյի այդ հանդուգն պահվածքից եւ ամենևին էլ չդադարեցրեցի իմ նկարահանումները եւ Քոթոն հենց ինքը հեռացավ այստեղից, սակայն այսօր ես վստահ եմ, որ Քոթոն շատ լավ էլ տեղյակ է, որ ես հիմա նկարահանումներ եմ կատարում այստեղ եւ այս պահին Քոթոն այդպես էլ չեկավ այստեղ, որպեսզի տեսնի, թե ես ինչն եմ նկարահանում այստեղ։ Սակայն նախորդ անգամ Քոթոն եկավ այստեղ իմ կողմից նկարահանումներ կատարելու ժամանակ, սակայն այսօր այս անգամ չեկավ։ Չգիտեմ ինչու։ Իհարկե, բացի Քոթոյից եւ Միշոյից, այսինքն Քոթոյի եղբորից Միքայել Ղարաքեշիշյանից, բնականաբար Ստեփանավանում կան նաեւ այլ պաշտոնատար անձինք նույնպես, որոնք նույնպես թալանել կամ միգուցե թալանում են ժողովրդին, նրանք նույնպես հսկայական ունեցվածքներ են կուտակում ժողովրդի հաշվին։ Առաջիկայում նրանց մասին նույնպես ես ռեպորտաժներ կպատրաստեմ եւ կհեռարձակեմ իմ YouTube-յան ալիքով, որպեսզի այնպեսի տպավորություն, այնպեսի թյուր տպավորություն չստեղծվի, որ ես իբր թե թիրախավորել եմ Քոթոյին եւ միայն Քոթոյի արարքների մասին եմ բարձրաձայնում, ոչ, նման բան չկա,
Ես ամենևին էլ չեմ թիրախավորել Քոթոյին, այլ ընդհանրապես իմ օպերատիվ տեսադաշտում են գտնվելու բոլոր այն կոռումպացված պաշտոնյաները, ովքեր որ թալանել են ժողովրդին։ Կապ չունի, ով ուզում է լինի, ուզում է ներկա իշխանություններից լինի, ուզում է նախկին իշխանություններից լինի, բոլոր կոռումպացված պաշտոնյաները մշտապես գտնվելու են իմ օպերատիվ տեսադաշտում։ Ով ուզում է լինի, ուզում է նախարար լինի, ուզում է, չգիտեմ, գնդապետ լինի, դատախազ լինի, ով ուզում է լինի։ Նորից եմ կրկնում, բոլոր կոռումպացված պաշտոնյաները մշտապես գտնվելու են իմ օպերատիվ տեսադաշտում։ Սա ընդունեք որպես գիտություն։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։